Աշխարհի ամենահին համալսարաններից մեկը այս տարի կդառնա 390 տարեկան։ Երբ ես ավարտեցի այդ համալսարանը ԱՄՆ-ում 2014 թվականն էր։ Դիպլոմը ստացա, գնացի տուն, օրեր անցան, հետո երբ բացեցի նայեցի, տեսա որ գրած է ավարտել է 378 թվականին։ Ասենք մի քանի վայրկյան չհասկացա ինչ է, որ հետո նոր հասկացա, որ սա համալսարանի գոյության տարեթիվն է եւ համալսարանը իր գոյության տարեթիվ է վարում։ Հիմա այստեղ կողքս դրած է նայեք ցույց տամ։ Ուրեմն տեսեք, էս է 378, այսինքն 2014 թվականին 378 տարեկան էր այդ համալսարանը։ Այնքան հին է համալսարանը, որ իր սեփական տարեթիվն է վարում։ Իսկ գիտեք ինչու է համալսարանը կարողացել այդքան երկար տեղ գոյատևել։ Գոյատևել չէ իրականում, ապրել, զարգանալ, դառնալ աշխարհի ամենաուժեղներից մեկը, եթե ոչ ամենաուժեղը։ Միայն այն պատճառով, որ նա գտնվում է այդ համալսարանը մի պետության մեջ, որը աշխարհի ամենազորեղ պետություններից մեկն է, որը ժամանակին չի վախեցել իր անկախության համար կռիվ տալ գաղութացումից ազատվել անգլիացիներից, որը աշխարհում ունի 700-ից ավել ռազմաբազաներ, որը գիտությունով շարունակաբար զարգանում է, որը շարունակաբար պատերազմների մեջ է, կրկնում եմ, պատերազմների մեջ, բայց որտեղ մարդիկ ապրում են երջանիկ, ուրախ նպատակներով եւ երազանքներով լի։ Սա ինչու համար եմ պատմում։ Փաշինյան Նիկոլը մեր երկրի վարչապետի պաշտոնում աշխատող հերթական անգամ հայ ժողովրդին մանիպուլացրել է եւ արել է հետեւյալ արտահայտությունը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ցիտում եմ, ասում է, որ Հայաստանը գոյություն կունենա առնվազն 90 հաջորդ 99 տարիներին գոյություն կունենա եւ կլինի անկախ ինքնիշխան պետություն, հղում անելով այդ միջանցք կոչվածի ամերիկյան 99 տարվա կառավարման վրա։ Հիմա չեք հավատա սա, դրա համար այստեղ ներքևում տնեմ լսեք ու շարունակեմ միտքս։ Սկզբում այդ թվում մենք մտածում ենք, ասում ենք, բայց 99 տարի, 50 տարի, արդյոք ինչքանով է որոշակի դիսկոմֆորտ ունեինք այս թվերի հետ, նաև թիմը։ Մեկ էլ մի X պահի արձանագրեցինք, ասենք, բայց հələ եկեք մի հատ այլ դիտանկյունից նայենք այս հարցին։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետությունում 99 տարով իրականացնում, առնվազն 99 տարով իրականացման ներդրումային ծրագիր։ Այսինքն աշխարհի թիվ 1 գերտերությունը ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը 99 տարի որպես անկախ ինքնիշխան պետություն կներեք գոյություն է ունենալու, լինելու է խաղաղ եւ այդտեղ լինելու է նորմալ ներդրումային միջավայր։ Կներեք, ես մի հայտարարություն անեմ, որը սուր կհնչի եւ չեմ բացառում, որ սուր ընկալվի, բայց ես օրինակ փնտրում եմ եւ չեմ տեսնում մեր նախորդիվ պատմության մեջ որևէ մի ժամանակաշրջան, որտեղ մենք մեր արժևում 99 տարվա հեռանկար ենք ունեցել։ 99 տարվա պլան ենք ունեցել եւ այդ 99 տարվա պլանը մենք գծագրել ենք, նախագծել ենք աշխարհի թիվ 1 գերտերության հետ։ Մենք ես ուզում եմ որ մենք այս պահը իրոք գնահատենք եւ սա հաղորդակցվում եւ թղթակցվում է մեր պետականության հարատեվության այն օրակարգի հետ, որը մենք որդեգրել ենք դեռևս 2015 թվականին։ Լսեցիք, չէ՞։ Այսինքն այս մարդը Հայաստանի գոյությունը, Հայաստանի հեռանկար ունենալը, ասում եմ, չեմ հիշում մի ժամանակաշրջան, որ մենք 99 տարվա հեռանկար ենք ունեցել։ Հայաստանի գոյությունը կապում է ԱՄՆ-ի կամքի հետ։ Այսինքն այդ մի կողմ հələ որ միջազգային իրավունք, ՄԱԿ, մյուս, սաղ դրեցինք մի կողմ։ Այսինքն այս մարդը ասում է ԱՄՆ-ը, որ ասել է, ընդհանրապես մի հատ ներդրումային ծրագիր անում, ստեղ 99 տարի կլինենք, այսինքն դա է մեր անկախության, ինքնիշխանության երաշխիքը։ Հələ մի հատ հասկացեք էլի ինչ է ասում։ Այդ նույն ԱՄՆ-ը, ոչ միայն ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիայի հետ միասին Ուկրաինային ասում են, այ Ուկրաինա, այդ ատոմային հրթիռները դու Ռուսաստանին Մենք քեզ երաշխիք ենք տալի, թուղթել ունեն ստորագրած։ Հələ այս երաշխիքը ստեղ բանավորել չի եղել, այս մարդը հորինում է։ Այնտեղ թուղթել կար ստորագրած երաշխիք անվտանգության, որ քո գլխից մանչ չի պակասի։ Ինչ է լինում հիմա Ուկրաինայի հետ։ Ռուսաստանը արդեն 1/4-ը գրավել է Ուկրաինայի։ Էս է Ամերիկայի ասածը։ Ստեղ Ամերիկան չի խնդիրը։ Ստեղ այն երկիրն է խնդիրը, որը իր ժողովրդի ստով է կերակրում։ Տվյալ դեպքում Փաշինյանը։ Հիմա հաջորդ միտքը հələ լսեք ինչ ասում։ Հակասական այս մտքին։ Մենք հասկանում ենք, որ այդ խաղությունը իդեալական չի, բայց կարող ենք գլոբուսը դնել եւ պատտել այդ գլոբուսը եւ տեսել թե որտեղ է որ խաղությունը իդեալական է։ Ոչ միտեղ խաղությունը իդեալական չի, բայց
այնտեղ որտեղ կա խաղաղություն, կա բարեկեցություն, կա ազատություն, կա երջանկություն։ Եվ ուրիշ բան եմ ուզում ասել։ Այս ընտրությունը իրականում այո, սա պարզապես քաղաքական ընտրություն չէ, սա պատմաքաղաքական ընտրություն է, եւ մենք պետք է պատմական ընտրություն կատարենք եւ հասել այն պահը, որի մասին ես խոսում եմ 2018 թվականին։ 2018 թվականին ես խոսում եմ մեր ժողովրդի պատմության արդեն մեզ հայտնի եւ կրկնված ցիկլերից դուրս գալու մասին։ Մենք հիմա այդ պատմական ցիկլից, երբ որ մենք ինչ որ աշխարհակաղակական շատ դեպքերում մեզնից չկախված հանգամանքների բերումով ստանում ենք պետություն եւ հետո էլի մեզնից չկախված հանգամանքների բերումով կորցնում ենք պետությունը, այդ ցիկլից դուրս գալու մենք հնարավորություն ունենք եւ արդեն իսկ դա տեղի ունեցել։ Դրա առաջին քայլերը տեղի ունեցել կենտրոնանալու մեր պետության հարատեվության օրակարգի վրա։ Հիմա տեսեք ինչ է կատարվում։ Մարդը մեկ ասում է, որ ԱՄՆ-ի գերտերություն լինելը երաշխիքն է, որ մենք 99 տարի լինելու ենք ինքնիշխան ու անկախ, Հայաստանը գոյություն է ունենալու, իր բառերն եմ ասում, տեսակ։ Մեկ էլ հաջորդիվ ասում է, որ մենք միշտ ցիկլի մեջ ենք եղել, որ մեր գոյությունը լինել կամ չլինելը կախված է եղել այլ պրոցեսներից։ Այս մարդը հիմա մեզ բացատրում է ժողովրդին ասում է, այ տեսեք, որ ԱՄՆ գերտերությունը ասում է դու կլինես, քո գոյությունը կլինի։ Այդ լավ է, երաշխիք է։ Մեկ էլ ասում է, մենք մինչև հիմա ձախողել ենք, որտեղ մեզ կապել ենք մեր կամքից անկախ ուրիշ գործողություն, ուրիշ պրոցեսների հետ, որտեղ մենք չենք որոշող եղել։ Հասկանում եք, չէ՞ ոնց է հակասում մեկը մյուսի հետևից։ Բայց այս է հենց մանիպուլյացիան, որ 20 րոպեվա մեջ մարդը մեկ կարա մի բան ասի, մեկ էլ իր ուզեզրով ֆռսնի մի ուրիշ բան ասի։ Բայց ես ձեզ հիշեցնում եմ հետևյալը։ Նախ այդ փաստաթղթերը միջազգային պայմանագրեր չեն։ Այսինքն դրանք, եթե միջազգային պայմանագիր ունեն, կգնային ազգային ժողով, հետո կգնային սահմանադրական դատարան, վավերացման process կանցնեին։ Դրանք ընդհանրապես հուշագրեր են, ժողովուրդ ջան։ Այդ մեկ։ Երկրորդ, աշխարհի երեսին գոյություն չունի մի տնտեսական ծրագիր, որով այդ երկրի, այդ տարածքի գոյությանը, անվտանգությանը երաշխիք է տրվել, չկա նման բան, գոյություն չունի։ Երրորդ, այն խաբեությունը, որ խաղաղությունը, երջանկության եւ այլն հիմքն է, կրկնում եմ, ԱՄՆ-ը աշխարհում ունի 700-ից ավել ռազմաբազա, շարունակաբար պատերազմների մեջ է։ Իսրայելը, չգիտեմ, ամիս չկա, որ որևէ միտեղ ռազմական գործողություն չանի։ Անդադար իր ստեղծման օրվանից պատերազմի մեջ է, բայց անդադար զարգանում է 800,000 մարդով սկսել է, արդեն 10 միլիոն է դառնում այդ պետությունը, աշխարհի ամենազորեղ տնտեսություններից է, զարգացվածությամբ ունի ուժեղ ռազմաարդյունաբերության, ինչի հաշվին այո, շարունակաբար պայքարում է, զարգացնում է, որովհետև չի ձգտել կեղծ խաղաղությունների, որովհետև չի բերել իրեն իշխանություն, ովքեր փափուկ բարձ են գլխի տակ դնում եւ ժողովրդին համոզում են հույսները կապել այլոց վրա։ Հայ ժողովրդի հույսը ինքն է։ Կային իշխանություններ, որ մեզ ասում էին սահմանին պետքա ռուսը կանգնի 50 տարով եւ այլն, դա է ձեր գոյության երաշխիքը։ Հիմա սա եկել է, ռազմական ներկայությունն էլ չի գոյության երաշխիք տալիս, այլ ԱՄՆ-ը ասում է, պատկերացնում եք, չէ՞, հռչակագրային ոճի, այսինքն հուշագրի ոճի փաստաթղթում ընդամենը ԱՄՆ-ը պետք է ստանձնի կառավարում Միջանցքի, որը Ադրբեջանին կապում է Նախիջևանին։ Այս մարդը, այսինքն փուչիկով ժողովրդին ծախում է խաղաղություն, այսպես ասած, խաղաղություն։ Էս է ժողովուրդ ջան, եւ ինքը ճիշտ է, պատմական պահ է, տարի է, եւ պատմական ընտրություն է կանելու, հիմարացված լինելու պետության քայքայումը շարունակող Փաշինյանին ընտրելու եւ ընտրելու այլ ուժ, որը ազգային օրակարգով կգա իշխանության եւ իրական անվտանգության կբերի։ Իրական անվտանգությունը մենք ինքներս մեզ վրա հույսներս դնելն է, եթե պետքա եւ ԱՄՆ-ի հետ աշխատենք, եւ Ռուսաստանի, եւ ԵՄ-ի, բայց մեր շահերը սպասարկելով եւ բացարձակապես հայկական շահերով։ Սա է ժողովուրդ, եղեք տեղեկացված, մի տրվեք մանիպուլյացիաներին եւ ստերին։ Գիտեմ չեք սիրում ես մարդուն լսել, բայց պետք է լսել, որպեսզի հասկանաք, որտեվ շատ-շատերը լսում են ոնց է խափում եւ մանիպուլացնում շարունակաբար մեր ժողովրդին։ Լավ եղեք, եթե կարող եք